Բարև բոլորին, մենք կառավարում 63 խումբն ենք և այսօր ձեզ կպատմենք ժամանակի կառավարման մեթոդների մասին։ Դե, սկսեցինք։ Գործի մեթոդը ժամանակի կառավարման մեթոդ է։ Այն ինձ ներկայացնում է գործերի դասավորություն, որի դեպքում պետք է կատարենք բարդ գործերը, իսկ հետո հեշտ գործերը։ Չենք սկսում հեշտ գործերից, քանի որ դա կատարելու դեպքում կկորցնենք ակտիվություն և կհոգնենք, ինչի պատճառով ավելի երկար ժամանակ կտրամադրենք բարդ գործերը կատարելու։ Ցանկալի է սկսել բարդ և կարևոր գործերից, քանի որ այն ավելի շատ էներգիա է տանում, և եթե անգամ ունենանք քիչ էներգիա, միևնույնն է կկարողանանք կատարել այն գործերը, որոնք մեզ համար հեշտ են և հաճելի։ Ժամանակի կառավարման համար կարող ենք օգտագործել շաբաթվա և օրվա պլանավորումը։ Օրվա պլանի ժամանակ պետք է պատրաստենք հաջորդ օրվա ցանկ, նելիքների ցանկ, որով կկարողանանք ճիշտ կառավարել մեր ժամանակը։ Օրվա պլանը պետք է տրամաբանական և հնարավոր լինի իրականացնել այն գործը, որոնք չեն կարող կատարել այդ օրը, կտեղափոխենք հաջորդ։ Շաբաթվա պլանը հնարավորություն է տալիս նախապես պատկերացնենք մեր հաջորդ շաբաթվա անելիքն ու զբաղվածությունը։ Հարը ժամանակը կառավարելու մեթոդ է։ Մեթոդի հեղինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների 34-րդ նախագահ Էյզենհաուերն է։ Էյզենհաուերը օգնում է հասկանալ, թե որ գործերն են կարևոր և հրատապ և որ գործերից սկսենք։ Եթե այսպես վարվենք, կունենանք 4 տեսակի գործ։ Կարևոր հրատապ, ոչ կարևոր հրատապ, կարևոր ոչ հրատապ, ոչ կարևոր ոչ հրատապ։ Գործերը, որոնք որ իրենց կյանքի ընթացքում երբեք չեն կարող լինել կարևոր և հրատապ, ապա այդ գործերով երբեք չզբաղվենք և անիմաստ ժամանակ չվատենք։ Իսկ այն գործերը, որոնք որ որոշ ժամանակ հետո դառնալու են կարևոր և հրատապ, ապա այդ գործերով սկսվենք զբաղվել դեռևս այն փուլից, երբ նրանք ոչ կարևոր են, ոչ էլ հրատապ։ Էյզենհաուերն ասել է, որ եթե մենք կարևոր և հրատապ գործերում գործ չունենք, ապա մենք լավ ենք կառավարում մեր ժամանակը։ Այն գործերը, որոնց կատարումը կարող ենք վստահել այդ մարդկանց, ապա նրանց կատարումը հանձնարարում ենք մյուսներին։ Բիոռիթմը կամ կենսակառույցը ժամանակի կառավարման մեթոդ է, որի շնորհիվ մենք ավելի արդյունավետ ենք դարձնում մեր օրը և գործերը։ Սակայն այս մեթոդը կիրառելու համար անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել օրվա մեջ մեր իսկ ակտիվությանը և այն ժամերին, որտեղ մենք ավելի ակտիվ ենք, այդ ժամերին ենք պլանավորում մեր ամենակարևոր և ամենաբարդ գործերը։ Բիոռիթմի կիրառման համար մեզ կարող են օգնել բիոռիթմի գծապատկերը, որն իրենից ներկայացնում է հորիզոնական և ուղղահայաց առանցքներ։ Ուղղահայաց առանցքի վրա մենք նշում ենք մեր էներգիայի մակարդակը՝ բարձր, ցածր կամ միջին, իսկ հորիզոնական առանցքի վրա մենք նշում ենք օրվա ժամերը։ Լոլիկի մեթոդը ժամանակի կառավարման մեթոդ է, որի հեղինակը իտալացի Ֆրանչեսկո Չիլոն է։ Նա ուսանող ժամանակ երկար պայքարել է կենտրոնացման խնդրի հետ, ինչի արդյունքում տարբեր մեթոդներ փորձարկելուց հետո ստեղծել է լոլիկի մեթոդը։ Այն կարող են կիրառել տարբեր իրավիճակներում, օրինակ՝ դասեր սովորելու, աշխատանք կատարելու և այլնի ժամանակ։ Լոլիկի մեթոդի կիրառման ժամանակ անհրաժեշտ է կենտրոնանալ կոնկրետ մեկ առաջադրանքի վրա և պետք է բացառենք բոլոր խանգարող միջոցները։ Մեթոդն իր անունը ստացել է լոլիկ, քանի որ հեղինակը իր խոհանոցում օգտագործել է որպես ժամանակաչափ առկա լոլիկի տեսքով ժամանակաչափը։ Լոլիկի մեթոդը բաղկացած է 4 փուլից և յուրաքանչյուր փուլից հետո պետք է ունենանք դադար։ Յուրաքանչյուր փուլը տևում է 25 րոպե, իսկ ընդմիջումը 5 րոպե, բայց 4 փուլից հետո ընդմիջումը տևում է 30 րոպե։ 30 րոպե ընդմիջումից հետո պետք է վերադառնանք առաջին փուլին։ Այն գործերը, որոնք եթե կատարենք մեզնից կտանի ընդամենը 2 րոպե, ապա նման գործերը չհետաձգենք և կատարենք տվյալ պահին։ Հակառակ դեպքում օրվա վերջում մենք կունենանք լիքը գործեր, որոնք չէին լինի, եթե չհետաձգենք դրանք։ 10 րոպեի և 2 րոպեի կանոնների իմաստը գործը չհետաձգելն է։ 10 րոպեի կանոնը, երբ ունենում ենք գործ, որը պետք է պարտադիր կատարենք, ապա այն չհետաձգենք, ստիպենք մեզ կատարել այն, որովհետև 10 րոպե կատարելուց հետո մենք որոշ չափով արդեն արած կլինենք մեր գործից և ավելի հեշտ կլինի վերջացնել։ Ժամանակի կառավարման համար կարող ենք կիրառել հետևյալ մեթոդը՝ մեծ գործերը բաժանել մասերի, որի արդյունքում կարող ենք հեշտացնել բարդ կամ ծավալուն աշխատանքը։ Այսպես ավելի հեշտ է լինում կազմակերպել աշխատանքը և քայլ առ քայլ հասնել վերջնական արդյունքին։ Աշխատանքի կատարման ժամանակ կարևոր է ունենալ դադարներ, որոնք տևում են 2-ից 10 րոպե, կախված աշխատանքի ծավալից, բայց կարևոր է, որ դադարները լինեն վերահսկելի։